Բարև ձեզ, դուք միացել եք Civilnet-ին, այսօր ես զրուցելու եմ լրագրող Անմեղության հայկական ծրագիր հասարակական կազմակերպության նախագահ Զարուհի Մեջլումյանի հետ։ Բարև ձեզ Զարուհի, շնորհակալություն հրավերն ընդունելու համար։ Բարև հարգելի արկի, շնորհակալ եմ հրավիրելու համար։ Զարուհի ջան, այսօր մեր տաղավարում թերևս առաջին անգամ հայերեն թողարկմամբ զրուցելու ենք դատական սխալների մասին, եւ դատական սխալները այն թեմաներն են Հայաստանում լրատվամիջոցներում արծարծվող, որոնք կամ քիչ են արծարծվում կամ գրեթե չեն արծարծվում, շնորհիվ ձեզ եւ ձեր գործընկերների վերջի տարիների ընթացքում բավական շատ է խոսվում դատական սխալների եւ դատապարտյալների իրավունքների ոտնահարման եւ այդ իրավունքները պահպանելու անհրաժեշտության մասին։ Դատական սխալի մասին խոսելը իմ գնահատման բավական դժվար է, որովհետև գործ ունենք մի կողմից դատարանով արդեն հաստատված հանցագործի, մյուս կողմից տուժողի հետ եւ խոսել հանցագործի իրավունքների մասին, երբեմն հանրությունը մտածում է, որ գիտեք հանրության մեջ այնքան խնդիրներ կան, որ մեր գործը չի հասնում, մեր խնդիրը չի հասնում հասնել հանցագործություն կատարած մարդու իրավունքների մասին խոսել, դատական սխալների մասին խոսել եւ այլն եւ այլն։ Ինչու է անհրաժեշտ խոսել դատական սխալների մասին, հատկապես հանրության շահերի տեսանկյունից։ Տեսեք, դուք առանձնացրեցիք երկու կողմ, չէ՞։ Ես տեսնում եմ այսպիսի խնդիր։ Հաճախ այդ երկու կողմերը բևեռացնում են, որ ցույց տան, որ դա ամենևին հանրության խնդիրը չէ, դա երկու կողմերի խնդիր է ընդամենը, բայց դուք ինքներդ նշեցիք դատական սխալ արտահայտությունը։ Եթե տեղի է ունեցել դատական սխալ, արդեն իսկ նշանակում է, որ հանրության միտքը եւ հոգին հիվանդացել է։ Այսինքն միտեղ տեղի ունեցել շատ մեծ հանցագործություն։ Այստեղ կողմ է նաև պետությունը, չէ՞ որ դատավճիռները կայացվում են հանուն Հայաստանի Հանրապետության, բայց հասարակության անունից, մեր անունից են մարդկանց դատապարտում, ուղարկում, մեկուսացնում ճաղերի հետևը, բայց ինչ ստացվեց, երբ ես որպես լրագրող սկսեցի հետազոտել միջազգային մամուլը ամեն առավոտ։ Ես տեսնում էի, որ մարդիկ 10 տարի անց, 20 տարի անց, 30 տարի անց հանկարծ արդարացման դատավճիռներով վերադառնում են հանրություն։ Այդ մարդկանց հանրությունը այդքան տարի համարել էր հանցագործ, բայց մի օր մարդը մաքրում է ճակատից այդ խարանը եւ վերադառնում է որպես հասարակության լիարժեք անդամ։ Երբ որ տեղի ունենում դատական սխալ, տուժում է նաեւ այն ընտանիքը, որի հարազատը դատապարտվում է եւ իրական հանցագործը մնում է ազատության մեջ։ Եվ մեր անգլիացի հյուրերը Բրիստոլի համալսարանի պրոֆեսոր Մայքլ Նոթոնը հիմա հետազոտություն է անում դատական սխալի հետևանքների մասին, թե ինչ է տեղի ունենում, երբ իրականում հանցագործը մնում է դրսում եւ դատապարտվում է նրա փոխարեն անմեղ մարդը։ Իրենց արդարացման դատավճիռների հիմքերով նա ուսումնասիրություն է կատարում։ Ուրեմն ինչ էր պարզել, արդեն իսկ պատրաստ է այդ հետազոտությունը 93 եւս 93 հանցագործություն է կատարել անձը, ով մնացել էր ազատության մեջ եւ աննկատ։ Եվ հանկարծ 23 տարի անց բեկանվում է դատավճիռ, անձը ԴՆԹ տեստով իրեղեն ապացույցների պահպանման շնորհիվ վերադառնում է ազատություն եւ փոխարենը անձը, ով 93 հանցագործություն եւս կատարել էր այդ 23 տարիների ընթացքում, հանկարծ հայտնվում է ճաղերի հետևում։ Հիմա եկեք տեսնենք, որտեղ է հանրության շահը։ Ես չեմ ուզում տարանջատեմ հաճախ երբ այս հարցերը բարձրացնում ենք, ին վրա էլ կար մեկ ճնշում, ասում են դու հանցագործների իրավունքներն ես պաշտպանում, մարդասպանների իրավունքները, դա ամենահեշտ միջոցն է հետ պահելու լրագրողներին, որպեսզի չլուսաբանեն։ Այո, սա տաբու թեմա է, այո, դատական սխալներ այդ տերմինը կիրառվել է միայն մասնագիտական շրջանակներում, բայց հիմա հանրությանը շատ հասանելի է դարձել այդ թեման։ Զարուհի, դատական սխալների մասին խոսելիս Մայքլ Նոթոնը իր լրատվամիջոցներին տված հարցազրույցներից մեկում խոսում է ճանաչողական կողմնակալության մասին եւ օբյեկտիվ պատճառներից ելնելով դատական սխալների թույլտվության մասին։ Հայաստանում դատական սխալները, որոնց դուք ամեն օր բախվում եք եւ որոնց դեմ արդեն տարիներ շարունակ մաքարում եք, տեղի են ունեցել այդ օբյեկտիվ սխալների պատճառով, թե քաղաքական կամքի արկայության բացակայության կամ ինչ որ շահերի բախման արդյունքում կայացվել են միտումնավոր սխալ դատավճիռներ։ Տեսեք, շատ բարդ թեմա է, շատ։ Կան եւ օբյեկտիվ հիմքեր, եւ սուբյեկտիվ հիմքեր։ Մենք նոր սահմանավորման փուլում էինք, պետական համակարգերը նոր ձևավորվում էին 90-ականներին, այդ թվում եւ դատական համակարգը։ Մեկ համակարգից, հին իրավական համակարգից մենք անցնում էինք նորին։
24 տարի դատաիրավական բարեփոխումներ են կատարվում 4 փուլով եւ իշխանությունը եւ հանրությունը ընդունում է որ մեր դատական համակարգը հեռու է կատարյալ լինելուց եւ այո ես պնդում եմ մեր բանտերում կան անմեղ մարդիկ, որովհետև այս պատասխանատու հայտարարությունը ինձ թույլ է տալիս անելու այն հանգամանքը, որ այդպիսիք կան 300 տարեկան դատական համակարգեր ունեցող երկրներում։ Մենք ծանոթացանք Մայքլ Օբրայենի հետ, նա հազարներից մեկն էր, որ պարզվել էր 11 տարի մարդը իրական հանցագործի փոխարեն պատիժ է կրել։ Եվ դատական սխալները հատկապես անդառնալի են, երբ մարդը կրում է պատժի առավելագույն չափ եւ ամբողջ աշխարհում Innocence Project-ները սկսեցին ֆոկուսացիան ուղղել հենց այդ գործերին, որովհետեւ մեկ օրն էլ իհարկե անդառնալի է, երբ մարդը կրում է անմեղ տեղը պատիժ, բայց եթե մարդը դատապարտված է որոշակի տարիների տեսքով պատժաչափի, օրինակ 5 տարի, նա մի օր հնարավորություն ունի վերադարձի, իսկ այն մարդիկ, ովքեր պատժի առավելագույն չափի են դատապարտված, շատ ավելի դժվար է հասնել այստեղ արդարացման դատավճռի եւ կան նաեւ շատ ուժեղ աշխատում են կարծրատիպեր։ Մեզ մոտ Մայքլ Նոթոնն էլ նշեց այն հանգամանքը, որ այդ գործերի վերաբացումները տեղի չեն ունենում, ամենևին չի նշանակում, թե չկան այդ դատական սխալները։ Մենք պարզապես որոշել ենք որդեգրել անսխալականի բարդույթը, կերպարը եւ ասել, այ Լարիսա Ալավերդյանի հետ հարցազրույց է անում, ինքը ասաց, որտեղ եք տեսնում, հա, պատճառները, ինքը ասաց, մի տեսակ մաչոիզմ կա այս ամեն ինչի մեջ, ինչ որ տղայական դրսևորում, որ արդեն իսկ դատապարտել ենք, հիմա ինչպես ընդունենք, որ մենք սխալվել ենք, հա, եւ ճանաչենք դատական սխալը։ Այո, ելի եմ շեշտում գալով հարցին, որ կան եւ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ հիմքեր, պատճառները այդ սխալների, միգուցե այդ ժամանակահատվածում գիտական այդ զարգացվածության փուլում իրավական այդ համակարգում ապացույցները համարել է, ասենք, դատավորը բավարար եւ սխալվել է, ասենք, անզգուշորեն, բայց կան նաեւ օրինակ Օբրայենի դեպքը դա միտումնավոր դիտավորյալ սխալ էր, երբ ոստիկանները ֆալսիֆիկացիա էին արել եւ հավաքել էին կեղծ տվյալներ եւ 5 հոգի վկայություն էր տվել, թե ինչպես են տեսել, որ բահով այ Մայքլ Օբրայենը սպանում էր այո աշխատակցին կրպակի։ Զարուհի, գալով վերաբացման Հայաստանում դուք հողում արեցիք Լարիսա Ալավերդյանին, որ մաչոիզմ կա եւ մաչոիզմով պայմանավորված կամ տղայական ինչ-որ ինքնասիրությամբ պայմանավորված չեն վերաբացվում գործերը, բայց գործ ունենք մարդկային ճակատագրերի հետ, գործ ունենք անմեղ մարդկանց ճակատագրերի հետ եւ այս տարիների ընթացքում փոխվել են իշխանություններ։ Ինչու եկող իշխանությունները չեն փորձել վեր կանգնել մաչոյական այդ պրինցիպներից եւ փորձել վերաբացել կամ վերանայել, գոնե վերանայել այդ գործերը, որոնց մասին դուք տարիներ շարունակ եւ նույնիսկ բանտարկյալները տարիներ շարունակ բարձրաձայնում են։ Ես կարծում եմ մենք էլի գործ ունենք կարծրատիպերի հետ, իսկ այստեղ հենց լրագրողների գործոնը շատ եմ կարևորում։ Մենք պետք է շարունակենք լուսաբանել եւ հանրությանը ցույց տալ, թե ինչպես են հեռավոր 90-ականներին կայացվել այդ դատավճիռները։ Փոշիների տակից մի օր հանում ես, ցույց ես տալիս հանրությունից խնամքով թաքցված այդ ինֆորմացիան եւ փոխվում է կարծրատիպը։ Հանրությունը ուներ այսպիսի մի ձևավորված տեսակետ, եթե մարդը բանտում է, ուրեմն մեղավոր է։ Բայց միևնույն ժամանակ պարադոքսալ մի բան էլ կա, դատական իշխանության նկատմամբ վստահությունը բոլորս էլ գիտենք, այնքան էլ մեծ չէ, ինչը ընդունում են նաև իշխանությունները։ Անգամ նախագահը ասաց, որ տեսակետ կա, որ դատավճիռները կայացվում են Բաղրամյան 26-ում։ Պետք է ամեն դեպքում շարունակել աշխատանքը, շարունակել ցույց տալ հանրությանը այս Սողոմոն Քոչյանի դեպքը, հա, հիշեցնեմ։ Ֆիլմը ինչ ցույց տվեց, որ այլ պետության կողմից եղել էր ճնշում մեր դատախազության վրա եւ դատախազը ինքը ասում է իր գրքում, որ հակառակ դեպքում Իրանի դեսպանը սպառնացել էր քաղաքական սկանդալ բարձրացնել։ Այսինքն դատախազը ինքը ընդունել էր, որ քաղաքական ճնշում է եղել եւ այդ մասին բարձրաձայնել էր։ Ուղղակի նրանք երբևէ չէին պատկերացնում, որ դա հասանելի կլինի նաև լայն մասաներին եւ լրագրողներին եւ մի օր այդ գիրքը կտեսնեն, այո, եւ դա կմնա գործերի մեջ, ինչպես շատ ու շատ բաներ մնացել են։ Հիմա գիտես, որ իրավական ժուրնալիստիկան շատ է զարգացած, լայվ սթրիմով անգամ ուղիղ եթերներ ենք ապահովում, նույն Civilnet-ը քանի անգամ է աղմկահարույց գործերով
live stream ապահովում հենց դատական նիստերի դահլիճից։ Իսկ այն ժամանակ պատկերացրեք ոչ մի լրագրող չի եղել եւ այդ watchdog role-ը, այդ պահապան ֆունկցիան կատարողները, որը հանրային վերահսկողության ֆունկցիա մենք ունենք, չի եղել։ Եվ մարդկանց, այո, այդպես շատ սուսուփուս կայացրել են 2 ամիս քննված գործեր կան ընդամենը, պատկերացնեք նախաքննությունը տևել է 2 ամիս, այսօր 2 ամիս տևում է միայն մեկ փորձաքննությունը։ Գիտությունը այսքան զարգացել է, կա ԴՆԹ փորձաքննություն, գենետիկական փորձաքննություն այսօր ամբողջ աշխարհում քրեական արդարադատության ոլորտում մեծ հեղափոխություն է անում եւ այդ փորձաքննությունը հնարավոր չէր այն ժամանակ, բայց շնորհիվ նրա, որ ամերիկյան պետությունը պահպանել է այդ իրեղեն ապացույցները, դրա մասին հենց դրա մասին այո, վերաբացվում է։ Ձեր իսկ ահազանգմամբ կամ բարձրաձայնմամբ մենք հասկացանք, որ գործերի վերաբացումը երբեմն անիմաստ ու անհնարին է դառնում հենց իրեղեն ապացույցների ոչնչացման պարագայում, ինչը արվում է եւ թույլատրվում է օրենսդրությամբ։ Իհարկե նոր քրեական օրենսգրքի նախագծում փոփոխություններ եղել են դարձյալ դատավարության օրենսգրքում դարձյալ շնորհիվ ձեզ, բայց իրեղեն ապացույցների ոչնչացումը ես չլինելով իրավաբան մտածում եմ, որ դա անհեթեթ է, ինչպես կարող են հետո մարդիկ հասնել իրենց արդարացման, ինչպես է դա հնարավոր։ Նույն հարցը ծագել է ինձ մոտ, ինչպես հիմա դու ես զարմանում, ես էլ այդպես կլորացրած աչքերով ասում եմ, լավ, կարդում եմ, հա, դատավճռից հետո իրեղեն ապացույցների ոչնչացնել, երբ դատարանների արխիվում ուսումնասիրում է այդ գործերը, բոլոր գործերը նույնական են այդ վերջին տողով։ Եվ սկսեցի ինչ անել։ Ոլորտի պատասխանատուների հետ հարցազրույցներ, ինչու են ոչնչացվել։ Նրանք ասում են Զարուհի, գիտես, պետությունը չէր կարող կանխատեսել գիտության նման զարգացում։ Ես ասում եմ լավ, չէր կարող կանխատեսել։ Իսկ այսօր արդեն մոտավորապես 6 տարի ես գրում եմ նույն բանի մասին։ Պահպանենք իրեղեն ապացույցները։ Եվ շնորհիվ քրեական դատավարության օրենսգիրքը մշակող խմբի ղեկավարի Հրայր Ղուկասյանի, ով առողջ հատիկ տեսավ այդտեղ իմ ասածի մեջ, մցրեցին դրույթը 100 հոդվածի երկրորդ կետը եւ սահմանեցին, որ կյանքի դեմ ուղղված հանցագործությունների եւ առանձնապես ծանրերի դեպքում իրեղեն ապացույցները այսուհետ չեն ոչնչացվի, դրանք կպահպանվեն այնքան, որքան բիոլոգիապես հնարավոր է։ Բայց 2 տարի արդեն նա օրենսգրքի մեջ է եւ դեռ օրենքի ուժ չի ստացել։ Ես ասում եմ մարդկային կյանքերին է ուղղված դա։ Միգուցե առանձին նախագծով արագ ընդունել այդ նորմը եւ սկսել պահպանել այդ ապացույցները, որովհետեւ այնինչ այսօր հնարավոր չէ, միգուցե 20 տարի հետո նոր գիտական նվաճումով հնարավոր դառնա մեկ այլ ապացույց, մեկ այլ փորձաքննություն անել։ Տեսեք, ես ելի եմ կրկնում, մենք ունենք այստեղ 2 սպեկտր հարցերի։ Մեկը ուղղված է դեպի ապագային, մեկը անցյալին։ Ապագայի համար ես մի քիչ հանգիստ եմ, քանի որ քրեական դատավարության օրենսգիրքը կընդունվի եւ այդ դրույթը կլինի եւ կշարունակեն արդեն ապացույցները պահպանվել։ Բայց այնինչ մենք ունենք հին ժառանգության գործեր, որոնք Նոթնը եւ Օբրայենը կոչում են legacy cases, իրենք ինչ արեցին։ Իրենք ստեղծեցին մի անկախ մարմին, տեսնելով, որ վերաքննիչ դատարանն ու դատախազությունը հաճախ մերժում են եւ չեն վերաբացում հին ժառանգության գործերը։ Ստեղծեցին անկախ մարմին պարլամենտով եւ բերեցին այդ հին գործերը քրեական անկախ հանձնաժողով։ Այո, անկախ հանձնաժողով էր, այնտեղ միայն գիտնականները, իդեպ 2 լրագրող իրենք ունեն նաեւ 12 անդամից է։ Հիմա ես անում եմ այդ հետազոտական հոդվածը եւ կներկայացնեմ իհարկե եւ մասնագետներին, որովհետեւ մասնագետների հետ հանդիպումների ժամանակ պետական համալսարանում, սլավոնական համալսարանում, ազգային ժողովում, փորձագիտական բյուրոյում մենք բարձրացնում ենք այս հարցը, Նոթնը ներկայացնում էր հենց իրենց այդ Criminal Cases Review Commission։ Հիմա կայքն եմ ուսումնասիրում եւ շարունակում եմ կապը պահպանել մեր բրիտանացի փորձագետների հետ, ովքեր ինձ շատ օգնում են։ Ուզում եմ նախաձեռնել այստեղ Innocence Project-ների network-ի հանդիպում այստեղ եւ գան նաեւ իրենց հետ արդարացված մարդիկ, որովհետեւ հանրությունը տեսավ, որ այո, հնարավոր է անմեղ մարդը պատիժ կրի իրական հանցագործի փոխարեն եւ մեկ օր վերադառնա եւ արդարացման դատավճիռ կայանա։ Զարուհի, տեսեք, խոսեցինք անցյալի մասին, երբ իրեղեն ապացույցները ոչնչացված են, քաղաքական կամքը բացակայում է, 99 ցմահ ազատազրկված ունենք, որոնց մեջ կան անմեղ դատապարտված մարդիկ, ինչպիսին է լինելու նրանց ճակատագիրը իրեղեն ապացույցների ոչնչացված լինելու պարագայում։ Տեսեք, ես որպես լրագրող ստանում եի բազմաթիվ նամակներ եւ հիմա էլ եմ ստանում
որ տեղի ունեցել դատական սխալ, անմեղ ենք դատապարտվել, սկսում էի ուսումնասիրել գործերը դատարանների արխիվում։ 11 գործ այդպես ուսումնասիրեցի, 3 գործով հնարավոր եղավ բերել նոր Երևան եկած հանգամանքներ։ Երբ որ ես տեսա, որ իրեղեն ապացույցները չկան, 50 քրեագիտական կենտրոնի, փորձագիտական անկախ կենտրոնների աշխարհի գրեցի նամակներ եւ իրենք այդպես շատ մեծ դժվարությամբ էին կարողանում հասկանալ, որ այդ իրեղեն ապացույցները չկան, միգուցե մտածում էին, որ ես քարանձավային ինչ-որ պետություն եմ ներկայացնում, որտեղ դեռ քարեդար է, որտեղ իրենք ինձ բազմաթիվ անգամ հարցնում էին, կորել են ապացույցները, կորցրել են ապացույցները, ես ասում էի ոչ, դա եղել է օրենքով։ Երբ հասկացա, որ չկա նյութ նոր փորձաքննությունների համար, որովհետև այդ գործերով ասում եմ ու ելի եմ կրկնում մատնադրոշմային տարրական փորձաքննություն, որ մարդկությանը 200 տարի արդեն հայտնի է, կա գործ, որ ընդհանրապես մատնադրոշմային փորձաքննություն նույնիսկ չի եղել, քննչական փորձարարություն, հոգեբանական, հոգեբուժական փորձաքննություն, ընդհանրապես համալիր փորձաքննություն եւ մարդուն 2 ամիս նախաքննությամբ, 2 ամիս դատաքննությամբ, ընդամենը 2 հատորանոց քրեական գործով դատապարտում են պատժի առավելագույն չափի, երբ պետք են այնտեղ ապացույցների հզոր համակցություն, բազմակողմանիություն, թույլատրելիություն, վերաբերելիություն, ել չեմ խոսում դատական խախտումների, դատավարական process-ի խախտումների մասին, երբ ընթերականներ ասեմ գոյություն չունեն։ Մի խոսքով մենք խոսում էինք 5 գործերի վերաբացման հնարավորությունների մասին, երբ 3 գործով բերվեցին նոր Երևան եկած հանգամանքներ։ Տեսեք, դատախազությունը ասաց, որ դրանք բավարար հիմքեր չեն գործերը նորոգելու համար։ Նույնը ասաց եւ Վճռաբեկ դատարանը։ Եվ մենք հասկացանք, որ իսկապես իրավական հարթությունից դուրս է այս խնդիրը։ Ես որքան շփվում եմ, այնքան համոզվում եմ, որ քաղաքական տիրույթում է խնդիրը եւ մենք հեռու ենք իրավական պետություն կոչվելուց, օրենքի արժեվ բոլորի հավասարության խնդիրը գոյություն ունի դատարանների անկախության խնդիրը։ Ես չեմ կարծում, որ որևէ դատավոր այսօր կկարողանա ասել գիտեք ինչ 20 տարի առաջ մենք սխալվել ենք, 15 տարի առաջ մենք սխալվել ենք եւ անմեղ մարդուն ենք ուղարկել։ Մեկ դեպք է ինձ հայտնի, այսքան ժամանակ Արմեն Պողոսյանի դեպքն է, որը դատական սխալը չշտկվեց, այլ ընդամենը պահանջվեց եւս մեկ զոհ, եւս մեկ նմանատիպ հանցագործություն տեղի ունեցավ, երբ մանկահասակ աղջնակ էր բռնաբարվել եւ սպանվել, եւ իրական հանցագործը պարզապես գրեց, գիտեք, այն 5.5 տարի առաջվանն էլ էի ես։ Այսինքն պատահականությունը, դժբախտ պատահականությունը եւս մեկ զոհը բերեց նրան, որ Արմեն Պողոսյանը ազատ արձակվեց։ Մինչ օրս Արմեն Պողոսյանը կլիներ բանտում եւ ինչ զրկանքներ էր կրել Արմեն Պողոսյանը բանտում։ Մինչեւ հիմա առաջին առանձին թեմա է, թե ինչպիսի անմարդկային պայմաններում են պահվում ՑՄ ազատազրկված մարդիկ, որոնց իրավունք ըստ էության պետությունը չունի, եւ վերջին հարցը Զարուհի նշեցինք, որ 24 տարվա մեջ 4 անգամ բարեփոխվել է դատաիրավական համակարգը։ Դուք դրական փոփոխություններ նկատում եք։ Հենց ծանր եւ առանձնակի ծանր հանցագործությունների դատավարական գործընթացների ու վճիռների տեսանկյունից։ Շատ բարդ հարց եք տալիս, որը լուրջ ուսումնասիրության կարիք ունի։ Ես կարևորում եմ, որ մենք դատական սխալները դեռևս չենք ուսումնասիրել եւ մենք չունենք գիտական հենք, որը պետք է ներկայացնենք օրենսդիր մարմնին։ Ես հիմա սովորում եմ իրավաբանական ֆակուլտետում եւ ուզում եմ դատական սխալի թեմայով թեզը պաշտպանեմ եւ այնուհետեւ շարունակեմ այդ գծով, որովհետեւ այն դաշտն է, որը լավ լուսաբանված չէ գիտական առումով նաեւ հետազոտված չէ, հա, լուսաբանում բառը ես որպես լրագրող կիրառեցի։ Արդարացման դատավճիռները կարևոր ինդիկատոր են այստեղ, ուզում եմ պատասխանել հարցին։ Տեսեք, 99 թվականին ես գտա, որ գլխավոր դատախազության կայքում առաջին ինֆորմացիան է արդարացման դատավճիռների մասին։ 6000 մեղադրյալից արդարացվել է ընդամենը 2-ը։ Հետո մի մեծ ընդհատում է գալիս, 2006-ին ենք գալիս, գտնում եմ մի նոր ինֆորմացիա, եւ տեսնում եմ, որ 30 անց 2006-ին արդարացվել է։ Հիմա արդեն մի 100 մարդ գտնում են, իհարկե դրանք թեթև եւ միջին ծանրության հանցագործություններին են վերաբերում, երբևէ մենք ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների գործերով չենք ունենում արդարացումներ, սա էլ է ցուցիչ։ Եվ ես գտնում եմ, որ սա ավելի շատ միտված է ցույց տալու, որ այո, դատաիրավական բարեփոխումները ունենում են ազդեցություն արդարադատության իրականացման գործում։
4-րդ փուլն է, հա, դատաիրավական բարեփոխումները, այստեղ նախատեսված են քրեական դատավարության օրենսգիրքը, քրեական օրենսգիրքը, քրեակատարական օրենսգիրքը, ես խոսում եմ քրեական արդարադատության մասին, իհարկե քաղաքացիական արդարադատության ոլորտում էլ են տեղի ունենում այդ փոփոխությունները, բայց տեսեք, Հայկ Ալումյանը երբ հարցազրույց տվեց, ասաց Զարուհի, իսկ տեսնում ես, որ 100 մարդ այսօր գտնում են, չէ, արդարացնելու համար։ Սա ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ 90-ականներին դատապարտվում էին բոլորը։ Մեղավոր թե անմեղ, այսինքն ինչ գործ բերում էր նախաքննական մարմինը, դատարանը պարզապես այդ դակիչի ֆունկցիաներ կատարում, դատապարտվում էին։ Սա ինչ է նշանակում, որ այդ մարդիկ դեռ շարունակում են պատիժ կրել որոշները կրել, դուրս են եկել լինելով դարձյալ անմեղ։ Տեսեք, ինչու մենք չենք կարող ունենալ 24 տարիների արդարացման դատավճիռների թիվը։ Ինձ պարզապես արդարադատության նախարարությունից պատասխանեցին, որ 2008 թվականի հրդեհի ժամանակ, երբ շենքը հրդեհվեց, այդ տվյալները ամբողջովին արվել են։ Այսինքն մենք նույնիսկ տեղեկություն չունենք, թե 24 տարիների ընթացքում Հայաստանում որքան արդարացման դատավճիռներ են եղել։ Դա կարևոր ցուցիչ է արդարադատության իրականացման համար եւ մշտապես միջազգային կառույցները բարձրաձայնում էին այն մասին, որ Հայաստանում քիչ են արդարացման դատավճիռները, հիմա կարծես թե դա պետք է ցույց տալ, հա, որ այո, տեսնում եք Հայաստանում եւս կայացվում են արդարացման դատավճիռներ։ Միչիգանի համալսարանի կայքը ես տեսա, միջայլոց այնտեղ ինչ անում են, պետական համալսարաններում են անում, մասնավոր համալսարաններում են անում, հետազոտական կենտրոնները, գիտական կենտրոնները ուրեմն ունեին իրենք արդարացվածների ռեեստրը, կարող ես նայել, կայքը շատ հետաքրքիր է, ուրեմն 1780 մարդու մասին է արդեն խոսքը, երբ տարիներ անց գործեր են վերաբացվել, նույն այդ իմ ասած 10 տարի, 20 տարի, 30 տարի, եւ այնքան սիրուն են ներկայացրել, այնքան մարդկային, նայում ես, չգիտեմ, նախանց բառը չեմ սիրում եւ ինքս էլ էությամբ այդպեսին չեմ թերևս, բայց այս բնակավարում նայում եմ նկարներով, լուսանկարները, գեղեցիկ, մարդը, կերպարը տեսնում ես, մարդը բանտված եղել, ամբողջ գործը քեյսը գրած, արդարացման հասնելու ճանապարհը ինչպես է տեղի ունեցել, ինչ հիմքով է գործը վերաբացվել եւ այսպես 1780 մարդու մասին է խոսքը, որոնցից 337-ը միայն գենետիկական փորձաքննությունների հիմքով, այսինքն այլ հիմքով էլ կարելի է, տեսնում եք, այսինքն առանց իրեղեն ապացույցների պահպանման էլ կարելի է, բնականաբար 1780-ից նայեք 337-ը հանում ենք, ահագին գործեր վերաբացվել են այլ հիմքերով։ Նոր Երևան եկած հանգամանքները պարզվել է, որ մեկ ցուցմունքի վրա է մարդը նստած, ես այստեղ ձեզ ցույց տամ քանի գործ մեկ ցուցմունքի հիմքով, այն էլ գործի երգով շահագրգիռ անձի ցուցմունք է դրվել դատավճռի հիմքում։ Շատ լավ, շնորհակալություն Զարուհի, նախ այսքան կարևոր ու ծավալուն գործ կատարելու համար եւ հարցազրույցի համար, հուսով եմ մենք մի օր կունենանք իսկապես արդարադատություն եւ անմեղ մարդիկ չեն դատապարտվի, հատկապես ծանր հանցագործություններ կատարելու մեջ չեն դատապարտվի եւ չեն իրենց երիտասարդությունը մաշի այնպիսի պայմաններում, ինչպիսին այսօր տեղի ունենում Հայաստանի ազատազրկման տարածքներում անմեղ քաղաքացիների, երիտասարդ քաղաքացիների նկատմամբ շնորհակալություն զրույցի համար մեկ անգամ եւս շնորհակալություն նաեւ ձեզ, շարունակեք հետեւել Civilnet-ին։